Լույս է տեսել ռուս-հայկական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Անի Փաշայանի մենագրությունը Սերգեյ Մշատյան։ Այն պատմում է ականավոր բժշկի, առողջապահության կազմակերպչի և գրողի կյանքի ու գործունեության մասին։ Մենագրության մեջ նաև առանձին գլուխ կա նվիրված նրա կնոջը՝ Եվգենիա Սանոյանին, ընդգծելով նրա կարևոր դերակատարությունը Մշատյանի կյանքի և գործունեության մեջ։ Հեղինակի խոսքով այս աշխատության ստեղծման գաղափարը ծնվել է ցանկությունից հանրությանը ավելի մոտ ներկայացնելու մի մարդու, ով ոչ միայն մեծ ներդրում է ունեցել բժշկության և առողջապահության կազմակերպման գործում, այլ նաև ունեցել է հարուստ մտավոր և գրական աշխարհ։ Անի Փաշայանը նշել է, որ գրքի վրա աշխատելիս օգտագործել է տարբեր արխիվային նյութեր, հուշեր և փաստաթղթեր, որոնք օգնել են ամբողջական ներկայացնել հերոսի կերպարը։ Կան այդպիսի փաստեր, որոնք հենց հայտնաբերվել են գրքի ծննդյան ընթացքում, թե ինչպես է նա պատրաստվել օրինակ նորմալ անատոմիայի եւ պատանատոմիայի առարկաների քննություններին, որը աննախադեպ է, քանի որ նա սեփական կմախք է ունեցել տանը, որի վրա աշխատել է, եւ այդ փաստը ինչ որ ձևով պիտի ներկայացվեր, դա գերմանացու կմախք էր, որը այս կմախքը հետագայում դուստրը Լիլիթ Մշատյանը ինքն է կազմակերպել թաղումը որպես քրիստոնյա եւ ծիսակարգով, բայց դա ծառայել է ընտանիքին, քանի որ երկու դուստրերներ են բժիշկներ եւ ընտանիքում դա եղել է, թե ինչպես է դա ձեռք բերվել, ամեն ինչ կա գրքում, դա իսկապես երբևէ ոչ միտեղ չգրված է։ Բժշկի մասին կենսագրության կենսապատում է հրատարակվել, ես ուղղակի պատկերացնում եի, որ նշանավոր բժիշկ է, բայց ես չգիտեի, որ նաև բանաստեղծություններ ունի գրած, նաև հրապարակախոս է, բայց շնորհանդեսը իհարկե օգնեց, որ ես նաև այդպիսի պատկերացում ունենամ, բանաստեղծություն գրելը արդեն խոսում է մարդու հոգեկան աշխարհի մասին, հոգու մասին, եւ դու արդեն կարողանում ես այդ մարդու մասին պատկերացում կազմել, ուրիշ ոչինչ պետք չէ ասել։ Նրա խոսքերը ներկայացրիք դուք, նրա կարծիքները, նրա մտորումները ձեր շնորհիվ հասան մեզ եւ հասան մեծ լսարանին ընթերցողներին։ Գիրքը կապրի, կարծում եմ, եւ գիրքը կարևոր նշանակություն կունենա բոլորի համար էլ, շատ հետաքրքիր է, որ տեղեկություններ են հաղորդվում եւ ներկայացվում բժիշկների մասին, որովհետեւ բժիշկները շատ մեծ ներդրում եւ շատ կարևոր առաքելություն ունեն բոլորիս կյանքում։ Ուսանողները շատ հետաքրքիր էին կազմակերպել այս միջոցառումը, այս շնորհանդեսը, որը առաջ բերեց հետաքրքրություն եւ կարծում եմ այս բժշկի կյանքը որպես ուսանելի իրադարձություն խորհետ կթողնի նրանց կենսագրության մեջ։ Նրանք նույնպես կաշխատեն իրենց մասնագիտությանը վերաբերվել այդպես մանրակրկիտ եւ այդպես հանգամանալից եւ կունենան իհարկե հաջողություններ նաեւ մեր երկրին բերելով իրենց կարևոր ավանդը որպես բժիշկ, կենսաբան, նորարարներ։ Հատկապես նորարարությունը, որը Սերգեյ Մշատյանի բնավորության եւ կենսակերպի աշխատանքային գործունեության, այսպես ասած, հենակետն է։ Ստեղծել այն ամեն ինչ դեռ չի եղել։ Համալսարանի բժշկական կենսաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները մարտի 4-ին անակնկալ կերպով կազմակերպեցին գրքի շնորհանդեսը մայրենի լեզվին նվիրված միջոցառումների շրջանակում։ Դաս միջոցառումն անցավ ջերմ եւ մտերմիկ մթնոլորտում, քանի որ ներկա են նաեւ գրքի հերոսի ընտանիքի անդամները եւ հյուրեր։